Արմլուր լրատվականին ինքնասպան եղած նախկին դատախազ Տիգրան Սուքիասյանի ողբերգական դեպքից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես նախկին դատախազ Տիգրան Սուքիասյանի մտերիմները պատմեցին, որ նա հոգեբանորեն խիստ ընկճված վիճակում է եղել, քանի որ ազատել էին իր հարազատ դատախազական համակարգից։ Հիշեցնենք, որ նա դատախազի պաշտոնից ազատվել էր 2024 թվականին։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի 2023 թվականի դեկտեմբերի եւ 2024 թվականի հունվարի հրամաններով դատախազությունում տեղի էին ունեցել կադրային մի շարք փոփոխություններ։ Արդյունքում Սյունիքի Կայազորի զինվորական դատախազության դատախազ Տիգրան Սուքիասյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Արմլուր լրատվականը հայտնել էր, որ առեղծվածային ու ողբերգական դեպքը եղել էր Երևանում։ Մեզ ասած հավաստի տեղեկությունների համաձայն հաղթանակ կամրջի տակ Հրազդան գետում հայտնաբերվել էր նախկին դատախազի դին։ Ըստ նրա մտերիմների Տիգրան Սուքիասյանը կարմիր դիպլոմով ավարտել էր Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, արդարամիտ, սկզբունքային եւ մարդասեր անձնավորություն էր, որևէ մեկի հետ անձնական խնդիրներ կամ վնասական սովորություններ չի ունեցել, ուներ գեղեցիկ ընտանիք, մանկահասակ դուստր։ Ըստ նրա հարազատների Տիգրան Սուքիասյանն իր մասնագիտական ուղու զգալի մասը նվիրել էր դատախազական համակարգին եւ պետական ծառայությանը։ Հարազատների պնդմամբ նա 2019 թվականից մինչեւ 2022 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնը։ 2022 թվականի դեկտեմբերին նրան որոշեցին մարզ ուղարկել Սյունիք։ Չնայած առաջնեկով հղի կնոջ հետ Երևանում մշտական բնակությանը, Սուքիասյանին Մալաթիայի դատախազությունից տեղափոխել էին Սյունիքի Կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին։ Միգուցե մտածել էին, որ նոր ամուսնացած եւ երեխայի սպասող դատախազը հնարավորություն չի ունենա եւ կհրաժարվի բնակության վայրից հեռու գտնվել եւ ինքնակամ ազատման դիմում կգրի։ Սակայն Սուքիասյանը մեկնել էր կապան։ 2023 թվականի դեկտեմբերին Աննա Վարդապետյանի որոշմամբ Սյունիքի Կայազորի զինվորական դատախազության դատախազ Տիգրան Սուքիասյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Սուքիասյանը չէր վիճարկել այն դատարանում, չցանկանալով այդ կերպ որևէ կերպ վնասել դատախազական համակարգը, հույսով, որ մի օր վերադառնալու է եւ դեռ հնարավորություն կունենա իր ջանքերը ներդնելու իրավակարգի ամրապնդման եւ պետության անշահախնդիր ծառայելու պատվաբեր գործում։ Ըստ հարազատների Սուքիասյանը այդպես էլ չի համակերպվել եւ չի հաշտ եղել եւ հաշտ չի եղել իր նկատմամբ կատարված անարդարության հետ եւ մշտապես հույս է ունեցել, որ կվերադառնա դատախազական համակարգ, սակայն նրա մարմինը փետրվարի 22-ին գտան Հրազդանի կիրճում։ Արդյոք կյանքին վերջ տալը կապ ունի նրա համակարգը լքելու հետ, թե այլ խնդիրներ են ունեցել, թե այլ խնդիրներ է ունեցել նախկին դատախազը, կպարզի քննությունը, որը արդեն սկսվել է։